Կասեք ինչ իրավիճակ էր Դիլիջանում, հրդեհ ինչքանով է հաջողվել մարել, ինչ այրվել։ Գիտեք, որ մի քանի օր է ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են, Ճամբարակի հատվածում էր մի քանի օր առաջ այդ կրակը, որը այդ տարածաշրջանի շատ մեծ ուրեմն ցանքսատարածություններ եւ շատ մեծ ծավալի անտառներ այրվում էին, այնուհետև կրակը տեղափոխվել է ուրեմն Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկի տարածքում 3 ինձ ահազանգեցին, որ 4-ը օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր կրակի, մեկը Լեռնային Հայաստան, Գորնի Արմենիա, հանգստյան տան վերևի հատվածի մասներ, երրորդը Ոլորանների մոտ կար մեկ մեծ օջախ, որ գիշերը ես այնտեղ եմ եղել, ամբողջ գիշեր այնտեղ եմ եղել, եւ չորրորդը Սիմինովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել եւ ի պատիվ փրկարարների եւ կամավորների անձնվեր աշխատանքի, ես դա ուզում եմ հատուկ շեշտել, որ օրեր շարունակ մարդիկ ուղղակի առանց քուն ու դադար պայքարել են կրակի դեմ եւ որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար, այն տեղերը, որտեղ որ ես եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել, բայց ամբողջությամբ իրավիճակի հետ կապված կարող եմ հետեւյալը ասել, որ առավոտյան ուղղաթիռները ինձ տեղեկացրեցին, փրկարարծառայության պետը ես այնտեղ էի, ինձ տեղեկացրեցին, որ ուղղաթիռներ են ներգրավել, խնդրել են պաշտպանության նախարարությունից ուղղաթիռներ տրամադրեն եւ առավոտվանից արդեն ուղղաթիռներ էին ներգրավել, նաեւ ես որ այնտեղ էի, բազմաթիվ կամավորականներ նորից էլի մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին, այսինքն աշխատանքները շարունակվում են։ Գիշերը ինչ որ մի պահի թվում էր, որ արդեն իսկ հնարավոր չի կառավարել, որովհետև արդեն մոտենում էր արդեն ներքևի հատվածներին, արդեն կրակը շատ մեծ ուժգնությամբ, բայց կրկնում եմ, պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է, սպասենք շարունակություն։ Իսկ վնասի չափերի մասով ինչ որ այնտեղ խոսակցություններ կային եւ նաեւ պատճառների մասին կար։ Տեսեք, տարբեր վարկածներ տեսեք, այն օջախները, որ կան, դրանք իրար հետ այդքան էլ կապված չեն, օրինակ նույն Կազաչի հանդամաս տարածքի այրվելը եւ այն հատվածում, որ ես էի Ոլորանների մոտին, բավական իրարից հեռու են, ասենք այդ օջախները, որ կան, տարբեր օջախներ են եղել։ Անմեղության կանխավարկածը չխախտելով եւ չեմ ուզում հիմա գնահատականներ տամ, որովհետեւ շատ նախնական կլինի եւ կարող է եւ այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ, հաշվի առնելով այդ իրավիճակը, ես այս ամեն ինչը տես պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Հակապետին տեսակ է դերսի կարելի ձեռքին։ Այս վերջացնեմ խոսքս, այն որ այդ հրդեհները տարբեր տեղեր են, տարբեր հատվածներում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն ա եղել, անզգուշություն ա, դիտավորություն ա, թե ինչ ա, պիտի պարզի քննությունը, բայց այն, որ իմ խորին համոզում, դա իմ գնահատականն է, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է։ Իսկ Դիլիջանի համայնքապետին նկատեցիք։ Մի պահ ես այնտեղ տեսել եմ քաղաքապետին։ Կադրերում երևում է, որ այն հատվածին գնացել էր հրդեհաշիջ։ Ես էլ եմ այդ տեսանյութը տեսել, ցավում եմ դրա համար։ Մարու Դանիելյան, իսկ նման բնակավայրերին Տիկո բնակավայրեր կրակը հասնելու, որտեղ ասում են գիշերային ժամերին է նորից այդ մարած կրակը, քամի եւ այլն։ Տեսեք, քամին նպաստում է դրան, չոր խոտերը նպաստում են դրան, քամատապալ ծառերը, որոնք չորացած են, նպաստում են դրան։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք իշխանությունները հետեւյալն ենք ասում, այդ քամատապալ ծառերը, որ կա, չոր ծառերը, որ կա, դա պետք է տրամադրեն գյուղացիներին 8 խորանարդ մետր թափուկ վառելիքի շրջանակներում, որ պետությունը
պոզիտիվ իր պարտականությունն է եւ նաեւ ամրագրված այդ պարտականությունների մեջ որ պետք է այդ փայտը տրամադրի հիմա այդ չոր փայտը եւ նաեւ բանը ուրեմն խոտը որ չորացած է նպաստում է նրան որ կրակը եւ քամին որ կրակը ավելի մեծ տարածքներ ընդգրկի էլի այստեղ բազմաթիվ խնդիրներ կան ես չեմ ուզում նախնական գնահատականներ տալ բայց բազմաթիվ հարցեր կա որ պետք է խորը ուսումնասիրության ենթարկվեն եւ պարզեն Ես դրա մասին եւ երեկ եւ գիշերը դրա մասին ասել եմ ես նաեւ ուրախությամբ ուզում եմ նշել որ նաեւ իմ Facebook-յան գրառումից հետո շատ մարդիկ ինձ զանգահարել են որոշ մարդիկ իրենք էլ են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքին այսինքն կամավորական խմբերն էլ են շատ լուրջ կերպով նաև մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին եւ եթե օրինակ այս ամեն ինչին ականջալուր լինեին եւ ավելի շուտ լսեին մեզ օրինակ այդ ուղղաթիռները շատ ավելի նախնական փուլում կներգրավեն մենք ինչ ենք ասում ենք ուղղաթիռը ներգրավեք ասում են դրա ժամանակը չի ասում ենք մարդուժ ավելի շատ տրամադրեք այդ աշխատանքներին եւ փրկարարծարայության աշխատակիցներից եւ կամավորականներից այսինքն այս էլ հերթական բանն է ես չեմ հասկանում էլի եթե ընդդիմությունը բան է ասում այսինքն կարելի է չէ՞ ամեն ինչը մի քիչ լուրջ ընդունել եւ ավելի շատ միջոցներ ներգրավել այս մասշտաբները այս ծավալի չէին լինի այսինքն ավելի տարածվելու Դե այնտեղ եք եղել էլի հա հանգցրել ենք ասեմ հանգցրել եմ ես եթե դա ինչ որ մեկին սիրտը հովացնելու ինչ կարեցել եմ ես գիշեր արել տարածվելու վտանգ կա թե ես հրշեջ չեմ բայց օգնել եմ այդ մարդկանց ինչով կարեցել ինչ ասել են արել ենք եւ նաեւ առաջարկել ենք նաեւ դրանից առաջել ենք առաջարկել գիշերներ եմ առաջարկել իմ օգնությունը ինչ անեմ Պարոն Դանիելյան այսինքն եթե բանկա պակաս ավել պակաս համար կներեք ինչ ասում վտանգ կա որ կտարածվի թե հիմնական օջախները այս պահին մարված են տեսեք անգամ այն տեղերը որ կրակը մարվում է մեր թնդմերտ այդ մարած կրակը նորից էլի բռնկվում է տեղեր կա որ բանը չոր հատվածները շատ են քամին աննպաստում այլ նպաստող հանգամանքներ լանում տեսեք օրինակ տարածքա որտեղ որ յոլկաները հայերեն կներեք եղևնիները շատ են եւ այդ եղևնիներն էլ շուտ կպչելու եւ կրակը տարածվելու համար հատկություն ունեն էլի հիմա ես նման ուրեմն իրավիճակներ էլ գիտեմ որ առաջանում այլ հիմա ասել որ այս պահի դրությամբ ես հետեւյալ գնահատական ունեմ իմ աչքի տեսածն եմ ասում բավականին շատ տեխնիկա Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից փրկարարծարայության աշխատողներ գիշերը համալրում էին եւ գալիս էին անդադ գալիս էին առավոտվա դրությամբ էլ ես երբ որ այցելեցի տեսա դա որ էլի գալիս են ուժեր այս ուժերը կարծում եմ դա իմ գնահատականն է միգուցե այդ գործի գիտակները այդ գործի մասնագետները ավելի լավ են հասկանում բայց իմ կարծիքը նա է որ շատ ավելի ճիշտ կլներ որ այդ ամեն ինչը արվեր նախնական փուլում եւ այս ծավալները չընդգրկեր ամեն դեպքում էկոլոգիային, ֆլորային, բնությանը մեծ վնաս է հասցվել։ Դա կրկնում եմ, Դիլիջան ազգային պարկի տարածքն է։ Ազգային պարկի տարածքն է։ Թե հիմա ով է շահագրգռված եղել, ինչ է եղել, ես կրկնում եմ, չեմ ուզում նախնական գնահատականներ տամ, բայց վարկածներ կան, որ իրավապահ համակարգը պետք է այդ վարկածների հետևից գնա եւ ստուգի եւ մեղավորները պետք է խիստ պատասխանատվության արժանանան։ Եվ մի բան էլ ավելացնեմ, հազար ներողություն։ Եվ շատ կարևոր է, որ այդ պատասխանատվությունը դրսևորեն նույն պետական աշխատողները, եթե նորից հարց տվեցին, եթե գնում ենք եւ ինչ որ հրդեհաշիջման աշխատանքներին կամ մասնակցում ենք կամ դիտորդի կարգավիճակով ենք լինում, պետք է նաեւ այդ կարգ ու կանոնը բոլորը հետևեն։ Ամեն մեկի անզգույշ քայլից կարա պատճառ դառնա նոր հրդեհների։ Հասկանում եք, կաղա մեկը անզգույշ, չգիտեմ, իր ծխախոտը գցի այդ չոր տարածության վրա եւ մի հատ հերիք մի հատ ծխախոտը գցվի եւ այդ կրակը կբռնկվի։ 21-ից է եղարկունից սկսել, որ դուք ասում եք առաջարկել են ուղղաթիռներ բերել եւ այլն, ավելի ուշ են 21-ից
ստացված 21-ին իրենք դեռ չէին այդ ուղղաթիռներով փորձում դրական։ Դե ասում են դրա կարիքը չկա, ինչ որ մարդուժ են կենտրոնացրել, կամավորականներ կան, իրավիճակը հսկողության տակ է, նման արտահայտություններ ենք լսել, բայց կրկնում եմ, սա այն հարցն է, որ եթե դու եւ սկսած կանխարգելիչ աշխատանքներից, առաջի աշխատանքը դա պետք է կանխարգելիչ աշխատանքը։ Եթե այդ աշխատանքները չես անում, վաղը միսօր դրա համար շատ թանկ գին ես վճարում, որը որ վճարեցինք մենք եւ թող փառք տանք Աստծո, որ այս ամեն ինչը շուտ ավարտվի, բայց կրկնում եմ, այս պահի դրությամբ էլ վնասահասվել էկո համակարգին։ 2017 թվականին բռնկված դերը հիշում եք Դանիելը։ Այդ ժամանակ եթե չեմ սխալվում, բնապահպանության նախարարը պարոն Արծվիկ Մինասյանն էր։ Խոսրովի։ Կանխարգելիչ միջոցառումները այդ ժամանակ ըստ չէին իրականացվել, որ նման մեծ մասշտաբներ ընդգրկվեն։ Ես չգիտեմ, ինձ համար կապ չունի իշխանությունները ովքեր են, ինձ համար կարևոր է, որ բոլոր են պատասխանատուն, եթե 17 թվականին պատասխանատու մարմիններ են եղել, որոնք պատասխանատվություն կրեին այդ աշխատանքի համար, այդ պատասխանատվությունը կրին, դա ինչ կապ ունի 17 թվին ա եղել, 19 թվին, թե 21 թվականին, թե 23 թվականին։ Ասածս հետևյալն է, որ շատ կարևոր է, իրազեկման աշխատանքները շատ կարևոր է։ Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք իրազեկման աշխատանքը կարևոր է։ Պատժելու գործիքակազմը կարևոր է, որ մարդիկ պատժվեն բնության նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու եւ բոլոր ժամանակներում կարևոր է։ Այդ անպատասխանատվությունը կներեք մեր հասարակության մի շերտի մոտ կա եւ այդ անպատասխանատվության արդյունքում էլ է նման բարդ եւ շատ ժամանակ անդառնալի հետևանքներ ունի։ Ինձ համար հեչ կարևոր չի իշխանությունները ով են։ Եթե կա կոնկրետ դեպք գրանցված, ուրեմն մենք պետք է դրանից հետևություններ անենք։ Եթե 17 թվականից հետո հետևություն անենք, միգուցե նաև այս չլներ։ Եթե հետևություն անենք 21 ամսի 21-ի դրությամբ աղետից, չէ լինի ամսի 24-ը կամ չէ լինի ամսի 25-ը։ Ես չեմ ուզում մեղավորներ կարգեմ, ես ընդհանրապես մեզ, ձեզ, բոլորիս, նաև իմ պարտականությունն է դա։ Նաև իմ մեղքի բաժինը ես ունեմ, որ ավելի լավ չեմ աշխատել միգուցե այդ ուղղությամբ։ Ես ինչ որ մեկի վրա այդ պատասխանը։ Մի հարց է պարոն Դանիելյան, այսօր ազգային ժողովում հրավիրված լսումների Ես լա չեմ խոսած։ Քիչ առաջ ձեր խոսքը բոլոր ժամանակների թեմատիկայի ազգային ժողովի ստացությունների պատմության մասին։ Լավ, ասեք կներեք, ասեք։ Խնդրում եմ պարոն Դանիելյան, կարող եք թվել Հայաստանի մասնավորապես նախկին իշխանությունների օրոք եղած քաղաքացիների անունները։ Գիտեք, ես միշտ իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ անկախության տարիներից ի վեր այն ձևակերպումը, որ կա քաղաք բանտարկյալ ձևակերպումը, որ կա, իհարկե այդ ձևակերպմանը բնորոշ քաղաքական առումով բանտարկյալներ եղել են եւ դա ես երբեք չեմ էլ հերքել, դա իմ գնահատականն է եւ այս առումով գիտեք ինչ կա, ես անգամ քեզ քաղբանտարկյալներ, որ հիմա 60-ից ավել քաղբանտարկյալներ կան, մեկին նշելը, մեկին չնշելը, ես չեմ կարծում, որ դա ճիշտ եւ նպատակահարմար է, եւ ինձ թվում է մենք պետք է ամեն ինչից հետեւություններ անենք։ Ցանկացած իշխանություն վաղը միսօր դառնալու է անդիմություն, եւ ցանկացած անդիմություն վաղը միսօր դառնալու է իշխանություն։ Ցանկացած իշխանություն, որ մտածի ինքը վաղը միսօր դառնալու է անդիմություն եւ ինքը իր իշխանության ժամանակ գործի օրենքի շրջանակներում եւ նման խնդիրների առջեւ չբախվեն մեր այն հայրենակիցները, որոնք որ քաղաքական օպոնենտներ են, մենք ունենանք ավելի լավ հասարակություն։ Ոչ մեկ, կրկնում եմ, բոլոր ժամանակներում իր խոսքի, իր քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում չպետք է բանտարկվի։ Ես մի օրինակ էլ բերեմ ձեզ, որ հասկանաք, որ իմ գնահատականներն ու իմ մոտեցումները օբյեկտիվ են եւ այս առումով ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Ես գրեթե ամեն շաբաթ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ։ Այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, որոնք ժամանակին ամենակոշտ քննադատն են եղել եւ այդ մարդկանց միգուցե հայացքներն ու իրենց
արած արարքները ես չեմ կիսում, բայց համենայն դեպս այդ մարդկանց նկատմամբ պիտի ունենանք ապրումակցում, իրենց իրավունքները եթե խախտվում են ու խախտվում են իրենց իրավունքները, այդ մարդկանց իրավունքները պիտի պաշտպանվեն։ Ես 3-4 առաջի օրը այցելել եմ Սասնա ծռեր խմբավորման ուրեմն անդամներից մեկին իր խնդիրներով ինձնից ավելի շատ միգուցե երևի քաղաքական դաշտում զբաղվող շատ քիչ մարդիկ կան, նույնը մնացածի հետ կապված, ես կարծում եմ, որ այդ մարդկանց իրավունքները պիտի պատշաճ քննության ենթարկվեն, այդ մարդիկ պիտի բացառապես պատասխանատվություն կրեն իրենց արածների համար եւ ոչ թե իրենց քաղաքական հայացքների համար, բոլոր քաղբանտարկյալները հենց ես դրա համար, բոլոր են մարդիկ, որոնց որ ընտրովի մոտեցումա ցույց տվել իշխանությունը, բոլոր ժամանակները, ես ավելի քան պարզ եմ ասում, դրանից ավելի պարզ հնարավոր չի ասել։ Այդ մարդիկ պետքա օր առաջ հայտնվեն ազատության մեջ եւ չպատժվեն նրա համար, որ իրենք ունեն այս կամ այն քաղաքական հայացքները։ Հենց հիմա Հայաստանի Հանրապետության բանտերում սրբազան եպիսկոպոսներ են, սրբազան հայրեր են, արքեպիսկոպոսներ են, որոնք որ մեր իմ ձեր բոլորի ամոթն ու խարանն է, որ այդ մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հայրաքելական Սուրբ եկեղեցու սրբազանը իր խոսքի համար հիմա ԱԱԾ մեկուսարանում է։ Մյուս սրբազանի ձայնագրությունները, ամբողջ գործը մոնտաժված է, կեղծված է, դրա ապացույցները կան։ Սրբազանին մեղսագրվում են արարքներ, որը այդ մարդը չի կատարել։ Այդ մոնտաժված ձայնագրությունները, որ կա, ներգործություն ա եղել դրա վրա, բառեր են ավելացվել, որոշակի այո, վստահ պնդում եմ, կոնտեքստից բառեր են հանվել եւ դրա համար մենք ուղիղ հարց ենք ուղղել քննչական կոմիտեի ղեկավարին եւ հիմա էլ մենք կանչել ենք գլխավոր դատախազին, որպեսզի գա լսումների եւ բոլոր մեր են փաստարկները որ կար, այդ փաստարկները լսեր եւ եթե ուներ իր կարծիքը, եթե ուներ այլ կարծիք եւ համաձայն չէր դրա հետ, սա ամենալավ հարթակն էր, որ իրավապահ համակարգը գար մասնակցել եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տալ, բայց կներեք մինչեւ հիմա կրկնում եմ, այդ մարդիկ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, գտնվում են ծայրահեղ ծանր առողջական վիճակում, ես չունեմ այդ թույլատվությունը իրենցից ասելու թե ինչ առողջական լրջագույն խնդիրներ ունեն, պատվով են տանում այդ ամեն ինչը, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է ընկնեն Արմեն Գրիգորյանի օրը։ Պարոն Դանիելյան, դուք համառաշնորհ ներկայացուցիչ դուք խախտում եք իմ հարցնալու, իրամ հարցալու նորեկա։ Դուք 4 հատ հարց տվեք։ 4 հարց չեմ տվել, իմ հարցի շարունակ։ Անի հատ հարց տվեք։ Պարոն Դանիելյան։ Ես վերջացնեմ, խոստանում եմ ձեզ հարց տամ։ Ես խոստանում եմ հարցը վերջացնելուց հետո ձեզ պատասխան Հավելեք միջազգային կազմակերպություններին այդ դեսպանատների ներկայացուցիչների եւ այստեղ հիմա ներկա է միայն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Օհանյանը, քաղաքական ինչ-որ հարցերով պատասխանատու, ինչով եք բացատրում, օրինակ, այսպես ժողովրդավարության մասին անընդհատ խոսող եվրոպական, Եվրամիության երկրների ներկայացուցիչները բացակայում են այս լսումներին եւ չեն ուզում լսեն։ Ինչպես է լինում, որ օրինակ ԱՄՆ դեսպանատնից գալիս են, եվրոպական երկրները կարծես թե այսպես չեն ուզում տեսնել ինչ կա։ Ուզում եմ ես մեզ բոլորից պետք է այդ պատասխանը տան, թե ինչի համար իրենք չեն եկել, այսինքն ինչն է խնդիրը, որ մարդիկ չեն ներկայացել, որն է պատճառը։ Ես այդ պատճառները ցավոք սրտի այս լսումների հետ կապված չունեմ, բայց մենք պնդելու ենք, որ իրենք ասեն պատճառը ինչն է, որ իրենք ներկա չեն։ Ներկա գտնվողներին շնորհակալություն ենք հայտնել։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, ես չգիտեմ, այսօր Կանադայի դեսպանատնից մարդ չկա, բայց բոլոր դատական գործերին, նիստերին ներկա ա լինում, Կանադայի հյուպատոսը ներկա ա լինում, եւ ես ողջունում եմ դա, Բագրատ Սրբազանի դատական նիստերի ներկա ա լինում։ Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի են առնում այն հանգամանքը, որ աչք փակեն իշխանությունների կողմից այս ապօրինություններին, հայտնի են կարխախոսով, դե ապօրինություն ա գործում, ես մեղմ եմ ասում, բայց դրա ավելի կոպիտ ձևակերպում կա, բայց այդ մեր գործողը մեր մեղմ գործողն է, այսինքն այդ ապօրինություններ անողը մեր ապօրինություններ անողն է, հասկանում եք։
հայտնի խոսքար չէ, ես մի քիչ ավելի կոպիտ ձևակերպումը կա, բայց չեմ ուզում տամ, սրիկա, բայց մեր սրիկան է։ Հիմա այս կոնտեքստում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ ժամանակին օտարերկրյա դիպկորպուսի ներկայացուցիչները ամենաչնչին խախտման պարագայում այցելում են քրեակատարողական հիմնարկներ, նվազագույնը այցելում են քրեակատարողական հիմնարկներ, մասնակցում են դատական նիստերին, տալիս են քաղաքական գնահատականներ, այս առումով ցավոք սրտի, այս պահի դրությամբ քիչ են այն մարդիկ, որոնք որ գնահատական են, որովհետև կաշկանդված են, որովհետև տարբեր ացիաներում իրենք հետևյալն են ասում. այս ընդդիմությունը, որ կա, պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Այսինքն, այս իշխանությունները գնում են եվրոպական հարթակներ, այդ մարդկանց հետ խոսում, ասում են, այս մարդիկ Ռուսիա ագենտներ են, հասկանում եք, անպատասխանատու, անբարտավան մոտեցում են դրսևորում եւ բոլորին արատավորում, ով իրենց կարծիքի հետ համաձայն չի, իրանց ագենտ են կարգում։ Եվ այդ առումով էլ նաև մենք ունենք նախադեպ, երբ որ չեմ ուզում դիվանագետի անունը տամ, երբ որ դիվանագետը ընդդիմության հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այս մարդիկ եկել են հստակ sense բաներ են ասել։